Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագիրը, անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, տարածաշրջանային հարաբերություններին, խաղաղության գործընթացին եւ ընդդիմության քննադատություններին։ Նա նշել է, որ իրենք հաճախ մեղադրվում են ադրբեջանամետ եւ թրքամետ դիրքորոշում ունենալու համար, սակայն իրականում նախկինում Հայաստանի հաղորդակցությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ իրականացվել է հիմնականում երրորդ երկրների միջոցով։ Փաշինյանի խոսքով այդ մեխանիզմը հաճախ հանգեցրել է հաղորդակցության խեղաթյուրման, քանի որ միջնորդ կողմերը կարող են ունենալ իրենց շահերն ու ընկալումները, ինչն էլ խոչընդոտել է արդյունավետ երկխոսությանը։ Դու չես կարող երբեք համոզված լինել, որ քո ուղերձները երրորդ անձը հասցեատիրոջը ճիշտ է փոխանցում եւ նրա ուղերձները փոխանցելիս նույնպես ճշգրիտ է գործում, որովհետեւ երրորդ անձը կարող է ունենալ իր պատկերացումները, իր շահերը, իր ընկալումները։ Եվ մենք երբեք չգիտենք, որոնք են երրորդ անձի եւ երրորդ անձանց շահագրգռությունները։ Եվ միջայլոց սա է եղել նաեւ պատճառը, որ երկար տարիներ, տասնամյակներով մեր տարածաշրջանում խաղաղություն չի հաստատվել։ Վարչապետը հայտարարել է, որ հենց այդ մոտեցման փոփոխությամբ է պայմանավորված խաղաղության գործընթացի առաջընթացը։ Նրա խոսքով ուղիղ հաղորդակցվելը հնարավորություն է տվել նվազեցնելու թյուրըմբռնումները եւ հասնելու իրական արդյունքների, այդ թվում տարածաշրջանում խաղաղության հաստատման։ Մենք ասել ենք, եթե մենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խոսելու բան ունենք, իսկ մենք ունենք ակնհայտորեն, ինչու չպիտի խոսենք, որովհետեւ սա է միակ երաշխիքը, որ մենք վստահ կլինենք, որ մեր ուղերձը ճիշտ է հասել տեղ եւ վստահ կլինենք, որ պատասխանը ճիշտ ենք, ճիշտ պատասխան ենք ստանում, այսինքն ճշգրիտ լավ վատ այդ երկրորդ հարցն է, բայց որ հաղորդակցության մեջ դեֆորմացիաներ չլինեն։ Ինչ վերաբերում է արտաքին հարաբերություններին, ապա ըստ Փաշինյանի իրենք կշարունակեն հավասարակշռված եւ հավասարակշռման քաղաքականությունը։ Նա նշել է, որ դրա հիմնական նպատակը արտաքին հարաբերություններում անհամաչափությունների կանխումն ու դրանց հավասարակշռումն է։ Նրա խոսքով այս քաղաքականությունը նպաստել է Հայաստանի արտաքին միջավայրի կայունացմանը։ Հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականության մեջ առանցքային դեր ունի տարածաշրջանացումը, որի առանցքային նպատակը սեփական միջավայրում առանց արտաքին աջակցության ապրելը Հայաստանի Հանրապետության համար ոչ միայն հնարավոր, այլև հարմարավետ դարձնելն է։ Տարածաշրջանային գործակցության մասով վարչապետը կարևորել է հարաբերությունների զարգացումը Իրանի, Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ընդգծելով տարածաշրջանացման գաղափարը, որի նպատակն է Հայաստանը դարձնել տարածաշրջանային կապերի կարևոր հանգույց։ Այդ համատեքստում նա առանձնացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակման ծրագրերը, այդ թվում թրիփ նախագիծը եւ Գյումրի-Կարց երկաթուղու գործարկումը, որոնք ըստ նրա կարող են ամրապնդել խաղաղությունն ու տնտեսական կապերը։ Նիկոլ Փաշինյանը նաեւ անդրադարձել է 3+3 տարածաշրջանային ձևաչափի զարգացմանն ու նշել, Հայաստանը շարունակելու է ներգրավվածությունը բազմակողմ հարթակներում, ներառյալ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրախորհրդարանում, ԱՊՀ-ում եւ այլ միջազգային կառույցներում։ Նա հայտնել է նաեւ Շանհայի գործակցության կազմակերպության նկատմամբ հետաքրքրության մասին։ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է նաեւ տարածաշրջանացում 2 հայեցակարգը, նկատի ունենալով Կենտրոնական Ասիայի եւ Մերձավոր Արևելքի երկրները եւ Հնդկաստանը։ Նախորդող շրջանում մյուս երկրների հետ հարաբերությունների զարգացմանը զուգահեռ էական եղավ նաև Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Այս ուղղությունը նոր ակտիվություն կստանա 2026-2031 թվականների ընթացքում։ Հապկի առնչությամբ էլ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի անդամակցությունը կազմակերպությանը սառեցված է եւ վերադառնալու քայլեր չեն նախատեսվում։ Եվրամիության հետ հարաբերությունների վերաբերյալ նա նշել է, որ Հայաստանը շարունակելու է բարեփոխումները Եվրամիության չափանիշներին համապատասխանելու նպատակով, իսկ լիարժեք անդամակցությունը կախված կլինի համապատասխանության աստիճանից եւ ԵՄ քաղաքական որոշումից։ Երբ Հայաստանը կհամապատասխանի Եվրամիության չափանիշներին, ԵՄ-ին անդամագրվելը կդառնա քաղաքական որոշման հարց եւ կախված կլինի նրանից, թե արդյոք Եվրամիությունը պատրաստ է ընդունել Հայաստանին։ Եթե այո, Հայաստանի Հանրապետությունը կդիմի Եվրոպական միության լիարժեք անդամ դառնալու համար։ Փաշինյանն անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին, նշելով, որ դրան գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում, նոր իրողություններին համապատասխանեցման անհրաժեշտությամբ, հատկապես Ղարաբաղյան հակամարտության ավարտի պայմաններում։ Հիմա երբ Ղարաբաղյան շարժումը
չենք շարունակում։ Հիմա երբ խաղաղություն է հաստատված, երբ կոնֆլիկտը կարգավորված է, բնականաբար հարաբերությունները պետք է հարմարեցվեն, զարգանան այդ նոր տրամաբանությամբ։ Ուրիշ պարզ բան ասեմ, նախկինում կոնֆլիկտի պայմաններում մենք Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցություն երբեք չենք ունեցել։ Հիմա ունենք երկաթուղային հաղորդակցություն։ Խաղաղության գործընթացի վերաբերյալ վարչապետը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը արդեն մեկնարկել է, ներառելով սահմանազատման գործընթացը, համաձայնագրերի նախաստորագրումը եւ Վաշինգտոնի հռչակագրով ամրագրված սկզբունքները։ Նրա խոսքով այս գործընթացը պետք է շարունակվի սահմանների հստակեցմամբ, ենթակառուցվածքների բացմամբ եւ տնտեսական գործակցության զարգացմամբ։ Վարչապետը կոչ է արել քաղաքացիներին մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին եւ աջակցել խաղաղության գործընթացի շարունակությանը։ Ձեզնից յուրաքանչյուրը պետքա տեր կանգնի խաղաղությանը, որովհետեւ տեր կանգնել խաղաղությանը նշանակում է տեր կանգնել պետությանը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։